2 տարվա ծառայող է, այդքան դիմում ենք, պահանջում ենք, որպեսզի լինի արդարություն, մեր երեխաներն է ծառային տարի ու կես։ Ընդամենը դա, մենք ուրիշ ոչ մի բանից դժգոհ չենք, որ ասենք սնունդի ցակուստ ամեն ինչը ապահովում են, իմ տղան դժգոհ չի, բայց պահանջը նույնն է, այսքան ժամանակ պահանջում ենք, որ լինի արդարություն, դա սրանի կեսը նորից շեշտում եմ, գնացել է 2 տարով, կեսը տարի ու կես, ընդամենը պայքարում ենք, որ լինի հավասարություն։ Արդեն որերորդ ակցիան է, միշտ մասնակցել եմ ու պահանջում ենք այս բոլորով մեկ բան, որպեսզի լինի արդարություն, բոլորիս երեխաները ծառայեն տարի ու կես։ Տարբերություն չկա, բոլորն են մեր երեխեքն են, մեր զինվորներն են, բայց ընդամենը արդարություն են։ Մենք ճիշտ ասած արձակուրդ չենք ուզում։ Հիմա տեսեք, մի քիչ առաջ ես նշեցի, որ այդ 5 օրյա խրախուսականներից ոչ բոլորն են օգտվել։ Եվ այսինքն ինչ է այսպես ստացվում, ոչ հավասար է, հա, դա բաշխվում, եւ սա արդեն մի քիչ դա էլ է տարաձայնություններ առաջացում տղաների միջև, ենթադրենք մի մասը գնաց, մյուս մասը չգնաց, հասկանում եք, իրանք կարող է չարտահայտվել, չբարձրաձայնեն, հա, բողոքներ չներկայացնեն իրանց մեջ, բայց ամեն դեպքում մենք ծնողներ ենք եւ այդ ճնշվածությունը տարածվում է նաեւ մեր ծնողների մեջ, էլի։ Մենք շատ կցանկանանք, որ անպայման եւ մեր պահանջն է, եւ խնդրանքը, եւ հորդորը, եւ պահանջը, որպեսզի վերջապես սրան դրական լուծում տալ։ Մենք արդեն, չգիտեմ, քանի անգամ այսպես հավաքվում ենք, ինչ որ փորձում են մեզ ուրեմն ինչ որ ձևով պատասխան տալ, որ ենթադրենք կվերանայեն, բայց փաստացի առ այսօր արդեն 6 ամիս է, ոչ մի վերանայում չի եղել եւ միայն այդ արձակուրդներն են եղել այս ընթացքում։ Ուրիշ ոչ մի բան, ոչ մի պատասխան չի եղել։ Մենք բողոքներ չունենք, այստեղ միայն մեր հավաքվելու հիմնական նպատակը, որպեսզի այդ կրճատումը տարածվի նաև մեր տղաների վրա, այսինքն նրանք էլ իրավունք ունեն ծառայելու տարի ու կես ժամկետով։